Պարոն Ստեփանյան, խոսենք Լավրովի այցի մասին, իհարկե բազմիցս արդեն քննարկվել է նրա այցը, արևմտամետ հասարակության արևմտամետ հատվածը իհարկե դեմ էր, որ ինքը գա Հայաստան, բայց այդուհանդերձ փաստը արդեն կայացել է։ Օրինակ, ինչ եք կարծում, այս այցը տեղավորվում է վարչապետ Փաշինյանի այն հայտարարության համատեքստում, որ իրենք վարում են բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Շատ շնորհակալ եմ հարցի ճիշտ հարցադրման համար, միանշանակ տեղավորվում է։ Եվ վարչապետ Փաշինյանը փաստորեն ուղիղ կերպով բացահայտ նշել է եւ այն քաղաքականությունը, որ այս պահին Հայաստանը տանում է։ Այս պահին արդյոք իրոք Հայաստանը վարում է բալանսավորած քաղաքականություն, այլ հարց է, որքանով է այդ քաղաքականությունը էֆեկտիվ, որքանով է այդ քաղաքականության արդյունքները համապատասխանելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության շահերից, բայց այն, որ քաղաքականությունը բալանսավորված է, դա միանշանակ ճիշտ գնահատական է եւ վարչապետի այցը մայիսին Մոսկվա, Լավրովի այցը Երևան, այդ քաղաքականության միայն մեկ ուղղության դրսևորումն է։ Հիշենք Իրանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Իրան, որոնք տեղի են ունեցել բոլորովին վերջերս, հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, Փաշինյան-Ալիև սուրճի ընդմիջումը Տիրանայում, այս ամենում ինձ մտահոգում են մեր հարաբերությունները եւ նրանց ապագան Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, որտեղ այդ ուղղության վրա ԱՄՆ Հայաստան խարտիայի ստորագրումից հետո ես առաջընթաց չեմ տեսնում, սա մտահոգիչ է։ Հայաստանի խորհրդարանում Եվրամիության մասին օրենքի ընդունումից հետո ես առաջընթաց քայլեր չեմ տեսնում դեպի Եվրամիություն, սա էլ է ինձ մտահոգում։ Եթե մենք տեսնենք առաջընթաց նաև այս երկու ուղղություններում, եւ եթե այս քաղաքականության արդյունքում մենք կարողանանք մեր սահմանները պահել, այսինքն անել այնպես, որ Ադրբեջանը հերթական անգամ չհարձակվի եւ բոլորը աչք չփակեն դրա վրա, ես կարող եմ համարել, որ այս քաղաքականությունը հաջողված է բալանսավորված։ Եթե մենք այդ արդյունքը չունենանք, ուրեմն հաշվարկը սխալ է եղել։ Ինչ որ ազդակ կա արևմուտքից, որի համար դուք այդպես անհանգստացած եք, որովհետև վերջին շրջանում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ հաճախ գալիս են Հայաստան եւ շատ դրական են գնահատում հենց այդ միտումը դեպի Եվրամիություն գնալու, այսինքն բացասական բան համենայն դեպս այդպես չենք լսել իրենցից։ Քայլեր չկան, առաջընթաց չկա։ Նոր զարգացող քայլեր նկատի ունեք։ Դե հա, օրինակ Կիպրոսից մենք ինչ լսեցինք, մենք պատրաստ ենք ձեզ այդ հարցում օգնել Եվրամիության։ Ես քայլերը չեմ տեսնում եւ Արարատ Միրզոյանը ասում է, որ մենք օրենքը ընդունել ենք եւ վերջ։ Լավրովի հետ համատեղ ասուլիսով ինչ ասեց արտգործնախարարը։ Ասես մենք ոչ մի բան չենք անում։ Հարաբերությունների վերաֆորմատավորման մասին հայտարարությունը Ռուսաստանի հետ վերաֆորմատավորման մասին հարաբերությունը, որ չի լինելու դա, եւ այն, որ ինքը փաստացի արդարանալով նշեց, չէ, որ մենք օրենքը ընդունել ենք Եվրամիության մասին եւ ուրիշ բան չենք անում, հայտ չենք տալիս, որևէ քայլեր չենք անում։ Դա այն է, ինչի մասին ես խոսում եմ վերջին 2 տարվա ընթացքում, որ օրենքը ընդունվելու է, այն ժամանակ օրենքը չէր ընդունվել, ասում եմ, որ օրենքը ընդունվելու է, եւ վերջ։ Լավրովը նաեւ ասաց, որ չի տեսնում Հայաստանի ուկրաինացման պատճառ, նշելով, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Ինչ եք կարծում, Ռուսաստանը վստահելի գործընկեր է։ Իհարկե ոչ։ Եթե Ռուսաստանը հնարավորություն ունենար, մենք դա անվանում ենք Իլհամ Ալիևին վերցնել եւ տալ մեր գլխին, վաղուց Իլհամ Ալիևին տվել էր մեր գլխին, այնպես ինչպես տվել էր 20-ին, 21-ին եւ 22-ին։ Այս պահին ուղղակի նրանք այդ հնարավորությունը չունեն, դրա համար, այսպես ասեմ, հանդարտացվել է մի քիչ իրավիճակը մեր տարածաշրջանում, եւ այո, այս պահին ուկրաինացման վտանգ չկա։ Իսկ ինչու պիտի լինի, եթե Հայաստանը վարում է բալանսավորված քաղաքականություն։ Ռուսներին ի՞նչ է պետք։ Ռուսներին պետք է մենք մնանք իրենց ուղեծրում, մենք մնում ենք իրենց ուղեծրում, ուկրաինացման ինչ խնդիր կա։ Այդպեսի նպատակ այս պահին չկա։ Բայց դա չի նշանակում, որ վաղն է լինելու, որովհետև հիշենք, որ մինչև 20 թվականը Հայաստանը ոչ Եվրամիություն էր գնում, ոչ օրենք էր ընդունել, ոչ Ամերիկայի հետ խորհուրդ էր ստորագրել, բայց եղավ այն, ինչ եղավ։ Եվ Ռուսաստանի քավորությամբ մենք Արցախը կորցրեցինք։ Իսկ ով ասեց, որ հիմա հնարավոր չի, որ ստեղծվի այս պահին իրավիճակ, մի 1 տարի հետո թեկուզ, երբ որ Արցախյան սցենարը Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիայի հետ իրագործի Սյունիքի մարզում։ Ով ասաց, որ դա հնարավոր չի։ Երեք Պուտինի խորհրդական Անտոն Կոբյակովն էլ հայտարարել է ԽՍՀՄ դեռևս գոյություն ունի։ Խորհրդային միության փլուզման իրավական ընթացակարգը խախտվել է։ Ինչ է ակնարկում եւ ինչու է աղմկում Մոսկվան։
Ռուսաստանը անընդհատ խոսում է, շեշտում է եւ Ռուսաստանը ամենաողբերգական այն է, որ նրանք դրան իրենք են հավատում, որ ամբողջ հետխորհրդային տարածքը Ուկրաինայից սկսած եւ Ղրղստանով վերջացրած դա ռուսական տարածք է։ Դա Ռուսաստան է, դա ռուսական կայսրություն է եւ իրենց ամբողջ քաղաքականությունը ուղղված է այդ կայսրությունը վերականգնելու։ Ռուսները իրենք կայսերական ժողովուրդ են։ Պուտինը իր մեջ այդ սովետական մտածելակերպը, դե սովետական միություններ էր, չէ, կայսրություն։ Ոչ միտեղ չի կորչել եւ նրանք անընդհատ փորձում են դա անել եւ նրանք դա անելու են այնքան ժամանակ, քանի այդ իշխանությունը կա։ Երեք Լավրովը անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ին, երբ հարց հնչեցվեց, որ թե ինչու իրենք որպես ռազմավարական գործընկեր չեն եկել եւ պաշտպանել Հայաստանին, երբ որ հարձակում ագրեսիա եղավ Հայաստանի դեմ, եւ ասեց, որ դե մենք առաջարկեցինք Հայաստանը նախընտրեց գնալ դեպի եվրոպացի դիտորդներ։ Արդյոք ռազմական համագործակցության կոնտեքստում մենք դիտարկում ենք, որ դիտորդներ պետք է գան այդ էսկալացիոն հատվածում։ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ կա հստակ կետ, որտեղ նշվում է, որ ցանկացած ՀԱՊԿ անդամ պետության վրա հարձակումը այլ պետության կողմից դիտարկվում է որպես հարձակում բոլոր անդամ երկրների վրա։ Սա նոր կետ չէ, նույնը ՆԱՏՕ-ում է։ Եղել է հարձակում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա հարձակվել է ՀԱՊԿ չհանդիսացող երկիրը Ադրբեջանը, խոսքը 21-22 թվականների մասին է։ Արդյունքում ՀԱՊԿ անդամ պետության սահմանները 200 քառակուսի կիլոմետր մտել են ներս ադրբեջանցիները, թշնամիները մտել են ներս եւ գրավել են ՀԱՊԿ անդամ պետության տարածքը։ Ինչ է արել ի պատասխան ՀԱՊԿ եւ Ռուսաստանը։ Ասել են, իսկ ով է ձեզ ասել, որ դա ձեր տարածքն է։ Այսինքն այս մարդիկ ոչ միայն չեն արձագանքել, իրենք պետք է այդ պահին զորքով գային եւ Ադրբեջանի գլխին տային, այլ ասել են, կասկածի տակ են դրել անդամ պետության տարածքը։ Ես օրինակ այսպեսի հարց կտայի պարոն Լավրովին այդ ասուլիսին։ Դուք ինչ տարածքում եք ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Սա հասկանանք, դու շարունակենք մեր ռազմավարական գործընկերությունը եւ ՀԱՊԿ-ը։ Ինչ տարածքում է, մի հատ ցույց տվեք մեզ այդ տարածքը։ Բայց շատ ակտիվ խոսում էր Կապանում հյուպատոսություն բացելու մասին։ Ես ասում եմ, այս ամենը աբսուրդի ժանրից է դրա համար։ Եկել է մի երկրի նախարար, որը քո երկրի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, սա աբսուրդ է։ Եվ այդ մարդուն Երևանում այնպես է ընդունում Հայաստանի ղեկավարությունը, որ դաշնակից է եկել։ Ինքը եկել է Լավրովը, ու ինչ ասել է, ճիշտ է ասել։ Եթե դու թույլ ես տալի, որ ռուսը այսպիսի Ռուսաստանի արտգործնախարարը գա եւ նստի քո վզին, ուրեմն ինքը դա պիտի դա անի։ Ու ինչ ասել է, ճիշտ է ասել։ Ու դա մեզ քիչ է։ Բայց քանի դեռ մենք հարաբերությունները պահպանում ենք լավ թե վատ, այդուհանդերձ ինչ կարող էր անել իշխանությունը այս այցի համար, օրինակ եթե ցանկություն է հայտնել գալու։ Եթե ցանկություն է հայտնում գալ, խուսափել։ Ոնց։ Չէ, մի րոպե, եկեք հասկանանք Լավրովը ինչ է եկել։ Լավրովը եկել է որպեսզի Սյունիքում բացի հյուպատոսություն, ճիշտ է, ճիշտ է։ Լավրովը եկել է որպեսզի մեզ վերադարձնի ՀԱՊԿ, ճիշտ է, ճիշտ է։ Լավրովը եկել է, ես վստահ եմ, որ բանակցությունների ժամանակ այդ հարցն էլ է քննարկվել։ 9-րդ կետը չարաբաստիկ հայտարարության, որը գոյություն չունի արդեն ռուդիմենտ է, իրականացնի, ճիշտ է, ճիշտ է։ Լավրովը եկել է, որպեսզի մեզ վերադարձնի հեռանկարով ԽՍՀՄ-ի տարածք։ Ճիշտ է։ Հիմա հարց, ռետորական հարց։ Այդ ամենը Հայաստանի Հանրապետության շահերից եւ ինքնիշխանությանը համապատասխանում է թե ոչ։ Եթե համապատասխանում է, դիմավորենք այս մարդուն ծաղիկներով եւ ճանապարհ դնենք։ Եթե համապատասխանում է, ես կարծում եմ, որ չի համապատասխանում։ Ուրեմն պետք է չգա։ Հիմա մի բան է նրա ցանկությունները եւ մի բան էր այն, օրինակ ասուլիսի ժամանակ մենք չտեսանք, որ իր այդ ցանկությունները ողջունվեց կամ Արարատ Միրզոյանը ծափահարեց դրանք եւ ըստ էության պատասխանն էլ տրվեց։ Շատ լավ հարց եք տալիս։ Ինձ ասուլիսը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է քաղաքականությունը։ Դուք սկսեցիք ճիշտ հարցադրումով, չէ՞, բալանսավորված քաղաքականություն։ Մենք իրոք վարում ենք բալանսավորված քաղաքականություն, բայց եկեք ես հիշեցնեմ ձեզ մի բան եւ մեր հերոստատիտողներին։ Եվ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը վարել են բալանսավորված քաղաքականություն։ Ռոբերտ Քոչարյանը վարել է կոմպլեմենտար քաղաքականություն, Սերժ Սարգսյանը կոչում էր դա եւ։ Նա ասում էր, չէ՞, մենք կամ չենք վարում, եւ։ Այդ կոմպլեմենտար քաղաքականության արդյունքում Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը վերջնականապես մտցրեց Ռուսաստանի տակ, ինչ ունենք, չունենք, նվերեցինք, վաճառեցինք, տվեցինք ռուսներին։ Սերժ Սարգսյանը մեզ տանում էր դեպի Եվրամիություն 3 տարի, ասոցիացված համաձայնագիր, վերջում մտցրեց մեզ Մաքսային միություն։ Ես շատ մեծ մտավախություն ունեմ,
որ Նիկոլ Փաշինյանի բալանսավորված քաղաքականությունը եւս վերջանալու է այսպիսի մի աղետով։ Ես ուղղակի չեմ պատկերացնում ինչ պիտի անեն մեզ հետ հիմա։ Ինչ ունենք տալու կամ կորցնելու, այդտեղ ոչ մի բան չի մնացել։ Ստեղ է խնդիրը, երբ դու վարում ես բալանսավորված քաղաքականություն, քո արտաքին քաղաքական վեկտորները եւ օրենսդրները չես փոխում, դու ռուսին տալիս ես հնարավորություն, վաղը հերթական պատոհասը բերել քո գլխին։ Դրա համար ինձ հետաքրքիր չի թե ասուլիսի ժամանակ ինչ մտքեր են հնչել, ինչ հետաքրքիր է, որ բալանսավորված քաղաքականությունը սա իրականություն է։ Իսկ ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք կարծում են, որ Հայաստանի համար բալանսավորված քաղաքականությունը այն նույն ճոխությունն է, որը եղել է կոմպլեմենտարիզմի ժամանակ Քոչարյանական եւ Սերժ Սարգսյանի եւ Սա է խնդիրը։ Երեք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է եւ Միացյալ Նահանգները փորձում է կանխել դա։ Ուշագրավ է, որ այս հայտարարությունը արվել է Լավրովի Հայաստան այցի ֆոնին, ձեր դիտարկումները այս հայտարարության եւ այս կապի վերաբերյալ։ Այստեղ կա երկու ճանապարհ, հա, որոնց մասին ես երկու кейս։ Մեկը հետեւյալն է, ընդհանուր ամերիկյան քաղաքականությունը եւ Թրամփի քաղաքականությունը հետեւյալում է կայանում, ցույց տալ բոլորին, որ իրենք հարց լուծող են, որ իրենք ամենտեղ, այ տեսեք, իրենք կանգնացրեցին Պակիստան-Հնդկաստան մեծ հակամարտությունը, իրենք 2 րոպե 5 պակաս է, որ կանգնացնեն Ուկրաինայում պատերազմը, չնայած չեն կանգնացնում, իրենք հարց են լուծում։ Հիմա իրենք փորձում են հարց լուծել այստեղ, որ պատերազմ չլինի եւ այստեղ կա իրենց մեծ ավանդը, դա ամերիկյան կողմի դիրքորոշումն է։ Եվ երկրորդը, այո, Ամերիկան շատ հանգիստ եւ արդարացի կարող է ունենալ մտահոգություն կապված Լավրովի այցի հետ Հայաստան, որովհետեւ երբ որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ, ՀԱՊԿ, Ռուսաստան հարաբերությունների ծիրում, մենք իրոք լուրջ սպառնալիքների տակ ենք հայտնվում, որովհետեւ մենք ռուսներին հնարավորություն ենք տալիս ազդեցություն ունենալ այս տարածաշրջանում գործընթացների վրա։ Ցանկացած ռուսի ազդեցությունը մեր տարածաշրջանում միշտ եղել է դեստրուկտիվ 91 թվականից սկսած։ Ղարաբաղյան պատերազմը առաջին, երկրորդ պատերազմը, այնինչ տեղի ունեցավ Հայաստանի սահմանների վրա, դրա արդյունքները, դրա օրինական արդյունքներն են։ Եվ այստեղ Ռուբիոյի անհանգստությունը ես հասկանում եմ եւ կիսում եմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։